Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եթե մեր դիմաց ելե մարդը, որ Աստվածաշունչին չի հավատար եւ Աստուծո քոյությանալ չի հավատար, ինչպես կրնանք անոր փաստել, աբացուցել Աստուծո քոյությունը Երբ Աստվածաշունչեն չեն կրդար մեջբերումներ գդարել, որբեսի փաստենք թե Աստված քոյություն ունի։ Աստվածաշունչը այդպիսի մարդոց մասին խոսի, եւ 14-րդ Սաղմոսը զանոնք գգոչե անմիտներ կամ անզգամներ։ Քրապարով 14-րդ Սաղմոսի առաջին համարը հետևյալ ցևով գսե. Ասացն անզգամն ի սրդի ուրում թե ոչ քո Աստված, այսինքն անմիտները իրեն սրդի մեջ ասին, որ Աստված գոյություն չունի։ Սիրելիներ, դժբախտաբար նույնիսկ ընտանիքի անդամներու մեջ կգտնվին այդպիսի մարդիկ, որոնք միշտ կհագաճարեն, միշտ կուզեն բնտել, որ Աստված գոյություն չունի։ Եվ երբ այդպիսի մարդոց կուզես Աստվածաշունչեն բամը խոսիլ, անմիջապես կհագաճարեն եւ գսեն, որ ինչով է որ Աստվածաշունչը ճիշտ է։ Մարդիկ կրած են։ Հետևաբար Աստուծո քոյությունը մարդիկ հնարած են մանավանդ գրոնավորներ, որբեսի վախ պատճառեն մարդոց եւ իրենց ցերկի մեջ բահեն զանոնք, ըստրուկ։ Բայց զարգացած մարդը, խելացի մարդը ոչ կհավատա Աստուծո քոյության եւ ոչ ալ գենթարգվի գրոնավորներու այս հնարած իբրև թե Աստված գոյություն ունի քաղաքարին։ Ինչպես այդպիսի մարդոց փաստել, որ Աստված գոյություն ունի։ Քանի սիրելիներ այսպես փաստացի խոսքեր պիտի մեջբերեմ կամ ավելի ճիշտ բացատրեմ ցեզի, որպեսզի դուք կարողանաք անոնց իմ այս ասածներս ավելի խորացնելով հարց տաք անոնց եւ բացատրեք, որովհետև թյուրին բան չէ անհավատիմ համոզել Աստուծո գոյության մասին, բայց կոնե մտածելու դեղի կուտակ, արիտ կուտակ այդպիսի մարդոց հույսով։ Առաջին, աշխարհի գոյությունը։ Ովևէ բան ինքն իր մե չի գտնար գոյություն ունենալ։ Անպայմանորեն պետք է ստեղծիչ մըլլա։ Աշխարհը մինակ չկոյացավ։ Այո, անհավատները ամիջապես միտեսեն Big Bang եղավ, մեծ բայթում եղավ, շատ բարի։ Ով վրավանիկա։ Ինչպես եղավ անիկա։ Եթե ոչ Աստուծո քոյությամբ, Աստուծո զորությամբ, որովհետև սիրելիներ քոյությունը պետք է լա այս բոլորին յետին, որ ինքը բաժարն է այդ բոլորին։ Եվ սակայն ինք չէ բաժարված ուրիշեմը։ Ինք անբաժար բաժարն է։ Ոյ մեկեն չէ ստեղծված, այլ մշտական գոյություն ունեցած է եւ հետեւաբար զայն մենք կգոչենք այդ միակ ուժին մենք կգոչենք Աստված։ Աստված, այսինքն ան, որ մեզ այս աշխարհի մեջ ծնավ, բերավ, ստեղծեց մեզ։ Որտեւ ամեն ինչը սիրելիներ հերինակ մգուզ է։ Օրինակ, ժամացույցը չի գրնար գազմվիլ մինագը։ Պետք է ժամակորձ պետք է որբեսի այդ ժամացույցը գազմե։ Հերացայինները չեն գրնար առանցին հերացային դառնալ։ Պետք է զանոնք գազմող ըլլա, շինող ըլլա, սարքող ըլլա։ Աթորը, քրասեղանը, ամեն ինչը։ Հետևաբար հերինագիմը ներկայությունը շատ կարևոր է, իսկ այս մոլորակին յետին գտնվող անբաժար բաժարավորը Աստված ինք է։ Երկրորդ սիրելիներ, շարժումին գոյությունը։ Նյութը չի շարժիր։ Նյութը մերյալ է։ Պետք է զինք շարժող մըլլա։
Եթե զինք շարժողը չունենա, շարժիչը չունենա, ինքը սիրելներ անշարժ է նյութը։ Եվ հետևաբար այդ շարժիչը ինքնույթ եւ նյութերեն չի գրնարլալ, այլ անիգա ամնույթ կոյությունն է։ Եվ ով է այդ աննյութ կոյությունը, որ ամեն ինչ կշարժե, ամեն նյութ կշարժե, եթե ոչ Աստված։ Երրորդ դիեզերքի ղարքավորությունը։ Սիրելներ, դիեզերքի մեջ անթիվ աստղեր կան, մոլորակներ կան, արև, լուսին, բազմաթիվ մոլորակներ, բազմաթիվ մարմիններ, համաստեղություն։ Այս բոլորը սիրելներ բադահականության արդյունք չեն, այս բոլորը գենթադրեն, որ զիրենք ստեղծող մգա, եւ Սուրբ Գիրքի մեջ գսվի, որ Աստված յուրաքանչյուրին անունով կանչի աստղերը, բայց քանի որ Սուրբ Գիրքեն փաստեր պիտի չի բերենք, բարձրապես թողմտածեն այդպիսի մարդիկը, որ ինչպես կրնալալ, որ այս կամ դիեզերքի մեջ մարմիններ կան եւ յուրաքանչյուրը իր թեր ունի, յուրաքանչյուրը իր դեղ ունի, բադահականության արդյունք չեն կրնար անոնք լալ, այլապես սիրելներ թե բադահականության արդյունքը լագին եւ իրար զարնվեին, աշխարհը նույնիսկ մեկ րոպե չէր կրնանալ։ Գիտեք, որ այս մեր աշխարհը, այս մեր երգիր մոլորակը, եթե սիրելներ անհունության մեջ իր դեղեն մեկ աստիճան ներքև իջնե, ամբողջ աշխարհը գայրի։ Եթե մեկ աստիճան վեր ելե, ամբողջ աշխարհը երգիրը գսարի։ Հետևաբար ճիշտ դեղն է, որբեսի կարողանա կյանք ունենալ իր մեջ։ Ահա այս բոլոր ղարքավորությունները ցույց կտան, որ ստեղծիչ մգա, արարիչ մգա, որ քեր իմաստուն է այս բոլորը ղարքավորելով։ Չորրորդ սիրելներ, շատ կարևոր է, որ մարդու մեջը անհունին հասնելու, հավիտենականության հասնելու փափակ կա։ Մարդու մեջ գադարելության ցանկություն կա, անմահության ցկտում կա։ Ինչպես կրնալալ, որ մեր մեջը այդ ցկտումը կա, փարուական հասկացողություն կա, խղճ մտանք կա, խիղճ կա, այս բոլորը ուրգե եկան մեզի։ Ով դրավ մեր մեջ այդ բոլորը, եթե ոչ Աստված ինքը։ Եվ իսկապես սիրելներ, մարդը ստեղծված է ոչ թե երկրավոր այս կյանքին համար, ժամանակավոր ապրելու, մեռնելու եւ վերջ, այլ մարդը ստեղծված է հավիտենականության համար, հավիտենապես ապրելու իր արարիչին հետ։ Եվ մարդը սիրելներ չի կրնար ժամանակավորով կոհանալ, այլ գուզե ավելին հասնել, մնայունին հասնել, հավիտենականին հասնել։ Ահավասիկ փաստ միևս, որ Աստված գոյություն ունի։ Ուրիշ փաստը աշխարհին վրա գոյություն ունեցող բարի եւ չարի գոյությունը։ Ինչու համար աշխարհի վրա բարի մարդիկ կան եւ չար մարդիկ կան։ Որովհետեւ սիրելներ, ասիգա աբացույցն է, որ Աստված գոյություն ունի եւ սատանան գոյություն ունի։ Բարի մարդիկ բարեգործ կլան, չար մարդիկ չարագործ կլան իրենց հոր սատանայի նման, իսկ բարի մարդիկ իրենց հոր նման, Աստուծո նման։ Ահավասիկ փաստ միևս, որ Աստված գոյություն ունի։ Գամուրիշ փաստը ինչու համար մարդը պիտի ընդվզի անօրենության թեմ, անարդարության թեմ, չարին թեմ, ինչու պիտի ընդվզի։ Ինչու համար մարդը փարույական օրենքին յետևեն պիտի երթա։ Ինչու համար մարդը պիտի ադե մեղքը։ Ուրգի եկած է այդ բոլորը մարդու մեջ։ Եթե բարձրապես բադահականություն ենք մենք եւ Աստված գոյություն չունի, հետեւաբար ինչու համար մարդը պիտի զզվի ադե մեղքը։
Ինչու համար ամփարոյությունը պիտի ադե։ Ինչու համար մարդը փարին պիտի ցկտի։ Պիտի բայկարի անարտարության դեմ։ Թող ապրեր այդպես։ Ինքն ալ անարտար թող ապրեր անարտար ձևով։ Քանի որ Աստված գոյություն ունի, փարոյականություն գոյություն ունի, հավիտենական կյանք գոյություն ունի, հետևաբար ինքն ալ թող ապրեր այդպես։ Այս բոլորը սիրելներ ցույց կտան, որ Աստված ինք մեր մեջը դրած է այդ փարոյականությունը, որ անիրավության թեմ բայկարին, որ զրկվածներուն ուրեմն համար բայկարին, եւ այս բոլորը մեր մեջը Աստուծո գոյությունն է, որ գփաստեն։ Ուրիշ կարևոր փաստը, եթե Աստված գոյություն չունի, ապա ինչու համար անհավատները, անաստվածները Աստուծո թեմ գբայկարին, փաստելու համար, որ Աստված գոյություն չունի։ Եվ որ փամը գոյություն չունի, օրինակ փամը մտածեցեք, չեք կրնար գոյություն չունեցող բանի մասին չեք կրնար մտածել։ Եթե փամը գոյություն չունի, չեն կրնար մտածել։ Ուրեմն, եթե Աստված գոյություն չունենար, անհավատները կրնային մտածել Աստուծո մասին, ոչ։ Ուրեմն իրենց մտածելը, որ փամը գոյություն ունի, որ Աստված կգոչենք մենք։ Եվ բայկարիը անորթեն փաստելու համար, որ Աստված գոյություն չունի, արդեն մեծակույն փաստն է, որ Աստված գոյություն ունի։ Որտեղ եթե Աստված գոյություն չունենար, անհավատները չանք ու ջիկ պիտի չտապեին, որբեսի փաստեին ճագերտի մեջ, որ Աստված գոյություն չունի։ Գոյություն չունեցող բանի մթեմ մեկը բայկար չի գրնար տանիլ։ Ահա սիգա աբացույց մնե սիրելներ, որ Աստված ինք գոյություն ունի։ Ուրիշ կարևոր բան։ Մարդիկ սուրբեր, մարտիրոսներ իրենց կյանքը դվին, նվիրապերեցին, ընձայեցին Աստուծո գոյությունը փաստելու համար, Աստուծո հավատալնուն համար, Քրիստոսի համար։ Սիրելներ, ով պիտի լայն անձը, որ ոչինչի համար գոյություն չունեցող բանի համար իր կյանքը տա։ Անհավատ մարդը ինք կրնա ոչինչի համար իր կյանքը տալ։ Գրնա անհավատը փաստելու համար, որ Աստված գոյություն չունի իր կյանքը տալ։ Ոչ։ Ուրեմն անոնք, որոնք իրենց կյանքը դվին Աստուծո համար ու գուդան մինչև այսօր, նույնիսկ մարտիրոսանալով ինքնին փաստ մնե, որ Աստված ինք գոյություն ունի։ Այլապես անոնք պիտի չնահատակվեին, պիտի չզոհվեին։ Նաև սիրելներ, մեկ ասկ մը գրնա Աստուծո հավատալ, կամ քիչ մարդ պետք է Աստուծո հավատար, եթե Աստված գոյություն չունենար, բարձրապես եթե մարդը ստեղծած բիլար, բայց աշխարհի մեծ մասը Աստուծո կհավատա։ Աշխարհի մեծ մասը։ Նույնիսկ եթե ճշմարիտ Աստուծո չեն հասած դակավին շատեր, թեր հետանոսական աստվածներ կբաշտեն, գուրքեր կբաշտեն, բայց նույնիսկ այդ խաղապարը, նույնիսկ այդ վիճակը, որ իրենք Աստված կբաշտեն, ցույց կտա, որ Աստված գոյություն ունի։ Քիչ թիվով մարդիկ են այն մարդիկը, որոնք չեն հավատար Աստուծո գոյության։ Եվ հետևաբար որու հավատալ։ Բազմության, որ Աստուծո կհավատա, թե ոչ քիչ թիվով մարդոց, որոնք Աստուծո չեն հավատար։ Նաև սիրելիներ ուրիշ փաստը։ Ըստ անհավատ եւ անաստված մարդոց մահով ամեն ինչ կվերջանա։ Այսինքն մարդը խոդի պես գաբրի, այս աշխարհի մեջ բադահական եկած է, գաբրի
գուդե, գխմե, գկորձե, եւ որ մնալ գմերնի, եւ մերնել են վերջ։ Եթե այդպես է, ես անհավատ մարդոց ալ այցելած եմ իրենց ընտանիքներու փապակին վրա, մահվան սնարի մեջ եղած ժամանակ։ Սատանան երբեմն այնքան իրենց սիրտը գարձացուցած է սիրելներ, որ մինչև դժբախտաբար մահվան սնարի մեջ չեն ավտացած Աստծո։ Բայց ինչ տեսած եմ իրենց մեջ։ Վախ։ Ինչու համար անհավատը պիտի վախնա մահեն, եթե մահեն վերջ ուրիշ բան չկա։ Ինչու համար անհավատը պիտի սարսափի մահեն, եթե իսկապես հավիտենական կյանք չկա։ Եթե իսկապես մահեն վերջ ինք գկիդակցի որ մեգումը թիմած պիտել է ուժիմը թիմած որուն թեմ բայկարած է փաստելու համար չկա եւ սակայն պիտի գանկնի անոր թիմած եւ անիգա Աստված ինքն է։ Հարց տանք անհավատին։ Եթե չես հավատար Աստուծո, ապա ինչու համար մահվան թիմած կվախնաս։ Ինչու համար գվախնաս մահեն, եթե վստահես որ բադիժ ու բադոհաս չկա։ Եթե վստահես որ թժող ու տադաբարդություն չկա։ Դու մահեն գվախնաս, ըսեք այդպիսի մարդոց, դու գվախնակ մահեն, որովհետև գիտեք որ անձանոթին Աստուծո թիմած պիտի գանկնիք։ Գիտեք որ ծեր մահեն վերջ փամը գա, մեգը գա, որուն թիմած պիտի գանկնիք, ահա դոր համար մահեն գվախնակ։ Հավատացյալ մարդը մահեն չի վախնար։ Հավատացյալ մարդը գիտե որ այս մահեն յետ կյանքին պիտի անցնի։ Ահա սիրելիներ ասոնք փաստեր են Աստվածաշունչեն դուրս։ Տեսեք Աստվածաշունչեն ո՞ե մեկ բան չկործածեցի։ Այլապես Աստվածաշունչի մեջ անթիվ են փաստերը Աստուծո գոյության։ Բայց Աստվածաշունչեն դուրս։ Մտածեցեք ուրեմն խոսելու այս մարդոց այս աշխարհի հեղինակի մասին, որ ամեն ինչ իր յետին հեղինակ ունի, շարժիչ ունի, ամեն ինչ ինքն է որ կշարժե, դնորինող ունի, ամեն ինչ ինքն է որ գդնորին է։ Մարդոց մեջ այդ փափակ հավիտենականության, փարույականության, անարդարության թեմ բայկարելու, մեղքին թեմ բայկարելու Աստված ինք դրած է մարդու մեջ։ Այն վախը որ անհավատը գունենա իր մահվան թիմած, այս բոլորը փաստեր են, որ Աստված գոյություն ունի։ Հետևաբար ինչու համար բայկարին անհավատները մեգումը թե որ զիրենք սիրեց եւ ըստեղծեց։ Անոնք որոնք անհավատ են եւ այս խոսքերը գլսեն վերնակիրը գարտալով, որբեսի վերջը արարգեն եւ փաստեն որ Աստված գոյություն ունի, սրդանց կաղոթեմ, որ Սուրբ Հոգին թփնա անոնց հոգին։ Այս բատկամին, այս հոգևոր նախաճաշին մեջ են եւ իրենք ձունգի կան եւ դիրոջ սենդեր մեղա գճանչնամ քեզ դեր գավադան որ տուն գոյություն ունիս։ Եվ շատ անհավատներ դարձի եկած են։ Թող անոնց մեկը ըլլա այս խոսքերը մտի գնող անհավատ մարդը։ Աղոթենք սիրելիներ, մեր ընտանիքի անդամներուն համար, մեր հարազատներուն համար, մեր բարեկամներուն համար, մեր ազգի համար, բոլոր ազգերուն համար, որ մարդիկ իսկապես իրենց հոգևոր թմրութենեն, իրենց խստասրդութենեն, իրենց գարձրասրդութենեն, գարձրամդութենեն դուրս կան, անսկամութենեն դուրս կան, անմդութենեն դուրս կան, հավատան իրենց ստեղծիչին, հավատան Աստուծո եւ կարողանան իսկապես իրենց կյանքը ապրել փարոյական կյանքով, որբեսի երբ իրենց աչքերը փակեն հավիտենական կյանքի մեջ Աստուծո հետ ապրին հավիտյան։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։